Ժողովուրդ ջան, բարի օր։ Հուսով եմ բոլորդ լավ եք։ Աշոտ ընկերոջ տուներ գնում, ասեց ինձ տար մեքենայով, որովհետև ահագին պետքա քայլեր, իրան տարա, հիմա ետ եմ դառնում։ Հիմա փողոց անցնենք, ժողովուրդ ջան։ Լավ շոկ եղանակա, պետքա տուն գնամ, մի բան ուտեմ ու գնամ այն նվեր շալվարը, որ ցույց տվեցի, դա պետքա տանեմ հետ տամ, կամ փոխեմ ավելի շուտ, ոչ թե հետ տամ, այլ փոխեմ։ Տեսնեմ, եթե նույնից կլինի մի չափս մի ռազմեր մեծ կվերցնեմ, եթե չէ, ուրեմն նայեմ ուրիշ հարմար բան կլինի, թե չէ, եթե չէ, ուրեմն պետքա ընդհանրապես ետ տամ ու փողը ետ վերցնեմ։ Գնամ տեսնեմ, հայնեմից եմ վերցնելու, գերմաներեն հաունդեմ ենք ասում, սրանք հայնեմ են ասում։ Անգլերենով էլ երևի հաշրնեմ, չէ։ Լավ ծանրաբեռնված ժամա, դպրոցները ոնց որ արդեն արձակուրդ են, Սատիկի արձակուրդն է, այս աղջիկի ինձանից բարձր է խոսում, բայց չգիտեմ ոնց պետքա ձայնը իջացնեմ, Աշոտից կհարսեմ խենքի վրայից անում, բայց չգիտեմ ոնց է անում։ Դպրոցի արձակուրդներն են ոնց որ, երկու շաբաթով, որովհետև ահագին շատ երեխաներ կան փողոցներում։ Այս ինչքան մեքենա կա, ժողովուրդ ջան, այս ինչքան մեքենա կա։ Այսօր էլ եմ ազատ տանն եմ, վաղվանից աշխատանքի եմ։ Այնքան էլ անելիք ունեմ այսօր, ինձ միշտ օրը չի հերիքում, ասում եմ, չէ միշտ, ինչքան թանկ բան է ժամանակը։ Այսքան մեքենա կա, բայց մի հատ սիգնալի ձայն չեք լսի։ Օրենքով էլ արգելված է, չեն անում։ Կամերան ինձ թվում է շատ ցածր է դրած, այս բաները, որ հեռախոսը վրան դնեմ, թեմույց էի պատվիրել, Աշոտն ասեց ներքև դնենք, բայց ինձ հեչ հարմար չի այսպես, չեմ էլ կարողանում հեռախոսին նայել, պետք է ավելի բարձր դրվի։ Երբ որ հասնում ենք Խաչմերուկին, արդեն գազարագույն է փոխում, արդեն կարանք անցնենք, որովհետև կանգնելը արդեն շատ վտանգավոր է, էլի, բարձր արագության մոտենում ենք, մտածում եմ կարող է մտնեմ մի անգամից Lidl մի քանի բան պետք է առնեմ ու գնամ տուն, ինչ կարծիքի եք։ Հա, ժողովուրդ ջան, մտնեմ Lidl։ Մտնեմ, սրանից հարմար չկա, հարմար չի էլ լինի։ Ժողովուրդ ջան, ավելի լավ է մի անգամից հիմա բան պետք է առնեի, կիշնեմ ներքևը, այնտեղ հանգիստ է։ Կիշնեմ այդ մի երկու առևտուրը կանեմ, գնամ, որ հետո Աշոտի վրա չմնա, թե չէ ինքն էլ հոգնել է արդեն։ Գնամ գամ, որ հասցնեմ, հետո Աշոտին գնամ ետ բերեմ, երևի մեքենայով, որովհետև հոգնած էր։ Scherp rechts afslaan, dan rechts afslaan. Հասանք ժողովուրդ ջան, չէ աղջիկ ջան, հասել եմ, էլ ինձ մի տար ուրիշ տեղ, ահա, ժողովուրդ ջան, իշնեմ, այսպես սպոնտան ձևով բան եղավ, բայց դե գիտեի, որ խանութ գալու ենք, բայց թե երբ ենք գալու, ես չգիտեի, մտեմ արդեն խանութում կնայեմ, արագ, վերցնեմ գնամ տու, որ հետո էլ գնամ հայնեմ, հեռախոսն անջատեմ, դուք էլ ինձ հետ եկեք։ Բայց ասեմ, մինչև ես մի քիչ առևտուր կանեմ, մի հատ Satelliet-ontvangst weggevallen. Նեկա ինձ հետ խոսում է, մինչև ես կհասնեմ մտնեմ Lidl, բարձրանամ մտնեմ, մի հատ տեսանյութ դնեմ, խավիար եմ պատրաստել, վաղուց չէի պատրաստել, քիչ ուղղակի, պատրաստել եմ սառնան եմ դրել, դուք էլ նայեք, ես իմ գուցե մոտիվացվեք, դուք էլ ուզենակ անեք, կտեսնվենք։
Քանի որ վաղուց խավիար չի պատրաստել, որոշեցի պատրաստեմ 2 հատ սմբուկ ունեի սառնարանում, պղպեղ, մի լոլիկ ու սխտորել հետը դնում եմ ջեռոց։ Ահա արդեն խորովվել է, քանի որ շատ ժամանակ չունեմ, չեմ թողնում, չեմ սպասում, որ հովանա, անմիջապես մաքրում եմ։ Լավ եփվել է, բայց ջեռոցում մի քիչ ուրիշ է, երբ որ կրակի վրա են խորովում, շատ ավելի համեղ է ստացվում։ Այսպես ձեռքերս այրելով մաքրում եմ նաև լոլիկն ու սմբուկը։ Լոլիկ կարելի է նաև չգցել, փոխարենը կարելի է մի փոքր տոմատի մածուկ դնել կամ ընդհանրապես չգցել։ Նախկինում ինչքան շատ էինք պատրաստում Հայաստանում, պահածոյացնում, հիմա չենք անում։ Սխտորն եմ ճզմում, բայց ամբողջը չեմ անում, քանի որ շատ կլինի, ավելացնում եմ նաև մաղադանոց։ Մի փոքր ցիթապտղի ձետ, աղ, սև պղպեղ ու միքսերով մանժում եմ։ Պյուրեացնում եմ, պատրաստում եմ խավիար։ Ահա եւ իմ խավիարը պատրաստ է, դատարկում եմ ապակի ամանի մեջ, ինչով որ սառնարան եմ դնելու։ Դեռ ամբողջությամբ չի սառել, թողնում եմ սառի, հետո նոր եմ դնում սառնարան, իհարկե նաև համտեսում եմ։ Այսպես շատ համեղ խավիար է ստացվել, դուք էլ պատրաստեք, անուշ արեք։ Մեկ մտածեցի պայուսակ վերցնեմ հետս, բայց չէ, գնամ անգամից կլցնեմ այդ կարի մեջ, հետո վերեմ մեքենայի մեջ կդատարկեմ։ Շատ բան չեմ էլ ուզում վերցնեմ։ Հիմնականում մրգեր են պետք։ Կարերն էլ ենքան քիչ են, երևի վերև ենքան շատ մարդ կա։ Տեսեք, դատարկա, այսինքն խանութն ալիքը։ Դեմքս վառվում է, ժողովուրդ ջանից, ինչ շոքեր։ Գազարը ակցիա դրած, մի հատ վերցնում ենք, մի հատ նվեր, վերցնենք հետ կպատրաստենք։ Ցուկինին էլ 2 հատ վերցնում ենք, 2 հատ նվեր, բայց ինչ կեփեմ որ վերցնեմ, չէ, երեքսա չվերցնեմ։ Խաղողն էլ լազերջ։ Վերցնենք խաղողը միշտ էլ պետք է։ Ասեք մանրա մի քիչ, բայց ոչինչ։ Մի հատ խաղող, 1.59 է։ 2 հատ կվերցնեմ, բայց մի հատը քիչ է, 500 գրամ այլի մեջ է։ 2 հատ խաղող, բանամ վերցնեմ, շատ բան էլ չեմ ուզում, որ կանաչ լինի, որովհետև տուն ընդհանրապես չկա, ավելի լավ է հասած լինի, որ ուտենք։ Այս գունավոր պղպեղներից կվերցնեմ, 3 հատը իրար հետ, իչել բան են, մաներ, տեսեք, 250 արժի։ Մի հատ թթուն, վաղուց չենք վերցրել, գտում է ինչ արժի, 1.25 կիլոյով է, ոնց որ ես մեծը վերցնեմ, թե ես վերցնեմ, լավ ես կվերցնեմ։ Այս լոբիներից վաղուց կապար, մի հատ լոբի վերցնեմ։
Այս մի հատ տավենցուր, լավ։ Մի հատ սպանակ, 2 եվրո արժի։ Այս կանաչ սպարգելները ծնեպեք են 6 եվրո։ Մի հատ երևի վերցնեմ։ Աշուտը չի էլ ուտում սրանից։ Մի հատ սա վերցնեմ։ Տոֆու 2 հատ։ Հեղուկ յոգուրտներից 2 հատ վերցնեմ։ Սրանք շատ լավն են։ Երկու հատ էլ սերուցք։ Կատ 2 հատ։ Հիշեցի սուրճս վերջանում, մի հատ էլ ես սուրճից վերցնեմ։ Ու զուգարանի թուղթ կվերցնեմ։ Սա արժի 3 շերտանին 5 եվրո 10 հատը։ Ոնց որ մատչելի ասա։ Այսքանը։ Վերջացրի ժողովուրդ ջան, այդքան առևտուրը որ ցույց տվեցի 43 եվրո էր։ Այդքան վճարեցի, մի հատ ջուր խմեմ ու գնանք։ Այսպես շտապում եմ, որ գնամ այն մյուս խանութը գնամ հասցնեմ, հետո մի հատ պետքա այդ ռուսերեն ալիքի համար խոհարարական մի բան նկարեմ։ Երևի, չգիտեմ, քան որ շատ ժամանակ չունեմ, մի արագ բան կնկարեմ, տեսնեմ ինչ։ Գնանք հիմա տուն, մի բան ուտենք, հետո նոր մնացածը կազմակերպենք։ Այս ինչա մեքենան չի ուզում, ինձ ենթարկվի, բայց կհամոզենք ոչինչ, ինչա Աշոտը տեղում չի, ինձ չի ուզում էլի ենթարկվի։ Ահա։ Աշոտը չի մեքենայի ղեկին, դրա համար ինձ չի ուզում ենթարկվի, բայց դե պետք է համակերպվի, ինչ անենք բա։ Այնքան մարդ կար խանութում, ահագի կասա ունեմ, բայց 2 հատներ բացած կասաներից լավ էր, հետո 2 հատ էլ բացեցին։ Չէ, շատ լավ եղանակ այսօր անում, դժգոհելու բան չունենք։ Այստեղ այնքան բարդ տեղ է։ Այնքան դժվար է նայել, այստեղ հարմար չի, հեչ հետևից եկող մեքենաները չեն երևում։ Ոնց է երևում չէ, որ նոր վարորդ եմ, ամբողջ ուշադրությունս երթևեկությանն է, դե որովհետև այստեղ բանուկ տեղ է, էլի շատ են մեքենաները, շատ են մարդիկ, ազատ տեղ չի էլի, որ ուղղակի այսպես հանգիստ իմ համար խոսալով գնամ։ Դրա համար ուշադրությունս, բայց մեկը ինչ ուզում է լինի, եթե մեքենայի ղեկին ես, եթե ուրիշ բանով զբաղված ես, ուշադրությունը շեղվում է։ Հեռախոսներն էլ դե չի կարելի, իհարկե կարելի է
բան անել, հեռախոսը, այստեղ նայում ենք մի հատ հեծանվոր չունենք, չունենք։ Հեռախոսով կարելի է խոսալ մեքենայի մեջ, բայց բանով էլի, հա, բարձրախոսը միկրոֆոնը միացրած, այսպես դրած, բայց մեկը դա ուշադրությունը շեղում է։ Այս վերջերս ընկերուհիս պատմեց, ասում է գնացքի մեջ բարձր խոսում էի, բարձր չէ, ասում է նորմալ այսպես խոսում էի, հեռախոսով աղջկա հետ էր խոսալուց եղել, ասում է մեկ էլ կողքի նստած բանը, ասում է մեծ տարիքով 90 տարեկան պարավեր, ասեց, ինչ տղաճա հնչում չէ, որ ասում պարավեր, սխալ էր, ժողովուրդ ջան, ոչ թե պարավեր, այլ տարիքով կիներ։ Իսկ մենք էլ որ մեծանանք, այդքան դառնանք, մեզ էլ պետք է ասեն պարավ։ Հիմա էլ են երևի ասում, բայց մենք մեզ պարավ չենք զգում։ Ասում է ասեց, չես տեսնում, որ նշանը դրած է, որ այստեղ չի կարելի խոսել, վագոնների մեջ այդպիսի բան կա էլի դրած, որ ցածր խոսեն մարդիկ, ուրիշների հանգիստը չխանգարեն բան, ասում է, բանը զարմաց, ասում է, վախեցել էր, ասում է, մի անգամից ինտերնետում նայեցի, նայենք մեր տեղը հոչ են զբաղեցրել, որ կարողանանք կանգնել, այնով է եկել է։ Այսով է եկել էսպես լայնքով կանգնել, գնամ նայեմ ժողովուրդ ջան, հա առևտուր են դատարկում, ասում է ինտերնետում նայեցի, տուգանքը տալիս էր 100 եվրո վագոնի մեջ բարձր խոսալու համար, լավ է մեր տեղը, իմ կանգնած տեղը ազատ է, չեն զբաղեցրել ժողովուրդ ջան, հիմա փորձեն կանգնել այդտեղ։ Այս մի հատ հարևանուհի ունենք, մեքենան աչից, ծախից, ետևից, առաջից խփած է, էլի։ Գալիս է, իրան հարմար կանգնում է, ինքան քիչ տեղ է թողնում էս տնաշենի աղջիկը։ Հենց տեսում եք դրա մեքենան, միշտ ես Աշոտ հետ ենք ասում, տեսես սրան ոնց են վարորդական իրավունք տվել, այ քեզ բան։ Մի քիչ էլ երևի բան անեմ, հեռու կանգնեմ սրանից, ժողովուրդ ջան։ Տեսես ով է դրան վարորդական իրավունք տվել, երևի ունեցել է իր երկրում, երել էստեղ փոխել է էլի, կարա այդպես լինի։ Հա բան նոր վարորդ եմ, ժողովուրդ ջան, ինչ եք ասում, մտածում եք ես ինչքան դանդաղ եմ անում, բա ինչ անեմ, զգուշ եմ անում, դանդաղ եմ անում, ավելի լավ է զգուշ լինել, քան թե ինչ-որ կոպիտ սխալ անել, համե ետևից պարկինգ անելը հեշտ չի, մի քիչ էլ կգնանք, շատ լավ է, մի հատ զանգեմ Աշոտին, որ հանգիստ լինի, չմտածի ոնց գնացի, ինչ արեցի, եկել խաբար չի, որ լիդել եմ մտել ճանապարհին, ժողովուրդ ջան, իշնենք, տեսնենք, այս առևտուրը տեղափոխեմ, առևտուրը դատարկի եմ, ժողովուրդ ջան, փոքր շունիկ էր կանգնած իր գործներ անում, նայում եմ այդ կինը շանտերը էլի, նայում ինչ ժպտում է, սպասում է, որ անի վերջացնի, մաքրի, գետնի վրայից վերցնի, միշտ տոպրակները հետները ման են տալիս, շանը որ զուգան են հանում էլի ման տալու, որ շունը կեղտոտի հետո մաքրեն, տուգանքա չմաքրելի, եթե գետնին թողնում են, հիմնականում մաքրում են, հա շատ քչերն է, որ 1000-ից մեկ այդպիսի բան կտեսնեմ գետնի վրա, գնում եմ, շալվարը տանեմ փոխեմ, ժողովուրդ ջան, Աշոտի շալվարը, որ ցույց տվեցի, իդեպ շատ սիրուն էր, գույնը շատ նուր, բայց փոքր եղավ, հիմա տանեմ տեսնեմ, եթե մի ռազմեր մեծ լինի կփոխեմ, եթե չէ ուրեմն պետքա ուրիշ նայեմ, բայց դրա գույնը շատ սիրուն էր, գնամ ահագին քայլելու եմ, 15 րոպե պետքա քայլեմ, իրականում արդեն հոգնել եմ, սիրով տանը կմնայի, բայց սա պետք է այսօր անեմ, որովհետև կարող է, եթե լինել, կարող է ասենք մի քանի օրվա ընթացքում վաճառը ելի վերջանա, դրա համար գնամ սա արանքից հանեմ,
բաներն էլ պետքա բոյերը երկար է էլի լինում, պետքա կարճացնեմ, այդպես շատ չպատահում էլի, որ այս կտորի շալվարները ստանդարտ բոյեր է լինում, պետքա բան անենք, մեկ իհարկե պատահում է, որ ասենք ընտրությունը մեծ է լինում, բոյը նայում եմ ճիշտ իր չափով եմ վերցնում, որ կտրելու կարիք չլինի, բայց հիմնականում ես եմ կտրում, կարճացնում։ Մի հատ փոքր կարի մեքենա ունեմ, Լիդրից եմ պատվիրել, այդ կարճացնելու բանի գործերը ես ինքնուրույն անում եմ, ժամանակ չեմ ունենում, ուղղակի եթե կարիք է լինում, մի քանի բան այդպես հավաքում եմ, որ մի օր հարմարացնեմ, միանգամից ամեն ինչ իրար հետ անեմ։ Կարճացնելը մի ժամանակ 7 եվրո էր, բայց հիմա թանկացել է, ամել դա ինչա, որ ասենք չկարնանք անենք, որ տանենք դրան էլ փող տանք, ամեն ինչը փող է, էլի։ Հենց այսօր արդեն նամակները ստացա։ Իդեպ հենց տանում եմ, միանգամից վճարում եմ, որ չմոռանամ մնա աղբի, ոնց որ իրանք են գրում, հրավեր վճարելու աղբահանության համար։ 80 եվրո վճարեցի, հենց դա վերջանա, իրանք նորից հաջորդ հրավերը կուղարկեն։ Կախված է նրանից, թե ինչքան աղբ կթափվի, էլի, թե ինչքան կհերիքի այդ գումարը, օրինակ, եթե շատ բան թափենք, բայց հիմա շատ բան չի լինի, որովհետև այն շինարարության շրջանում էինք շատ բան թափում ու անընդհատ այսպես կարող է ամիսը մի անգամ կամ 2 ամիսը մի անգամ վճարեի աղբահանության համար։ Իսկ հիմա որ մենակ ասենք այս կենցաղային աղբն է, այդ 80 եվրոն կարող է քանի ամիս հերիք է, էլի մի 3-4 ամիս։ Հեսա վերջանը նորից իրանք նամակ կուղարկեն, որ էլի վճարեմ։ Հետո այս մարտը ջրի տարեկան հաշվարկի ամիսն էր մեր համար, որովհետև մարտից էինք տեղափոխվել այս տուն, մարտին լրացավ, այսինքն տարին ու իրանք վերջնահաշվարկի համար թվերն էին ուզել, ամսական վճարում էինք 74 եվրո։ Թվերը լրացիրը օնլայն եմ արել, լրացրել եմ, ուղարկել հաջորդ օրը, այսինքն 3 եկավ մի անգամից պատասխանը, լավ էր, շատ չէր, 25 եվրո էլ մուծեցի ու վերջացրինք, ջուրն էլ այդպես վերջացավ, երևի սրանց հետո ամսական 75-6 եվրո կմուծենք, իրանք արդեն կուղարկեն կանխավճարի չափը։ Սիրուն ծաղիկներ են, սրանք անյուտայի աչիկներ են, չէ, այս դեղիները կարծեմ։ Հոսանքնել ենք կանխավճար մուծում, ջուրնել, դե գազ չունենք, փակել ենք գազը, հետո այսպես վերջնահաշվարկ անում են, ավելի պակաս է արդեն նայում ենք, խնայած եթե լինենք, ինչը որ այդքան էլ չի ստացվում, ուրեմն ետ ենք ստանում, եթե շատ ենք ծախսում, նորից ենք մենք վճարում, ոնց որ հիմա ջուրը 25 եվրո էր, բայց դե լավ էր, այդ շատ չէր, որովհետև ջուրը շատ ենք օգտագործում։ Այդպես ժողովուրդ ջան, այսպես որ խոսալով եմ գնում, ժամանակը սարագ է անցնում էլի, բայց ահագին պետքա քայլեմ դեռ։ Շատ հաճելի եղանակ է, շատ լավ է, մի թեթև ստվերոտ տեղերում, ոնց որ սառը լինի, բայց շատ լավ եղանակ է, արևի տակ կարելի է կարճաթևել քայլել։ Արևանս նոր մեքենա էր առել, հարցնում եմ ինչ արժեր, ասում է 30,000 եվրո։ Դե կանխիկ չեն առնում, հիմնականում բոլորն էլ այդպես բանով եմ վերցնում, էլի ոնց որ հիպոթեք չէ, հիմնականում բոլորն էլ վարկով եմ վերցնում։ Հարմար է այդպես էլի, հիմնականում նոր մեքենաները վարկով եմ վերցնում։ Լավն է նա, որ վարկի տոկոսադրույքն է շատ ցածր ու հարմար է։ Մենք օրինակ մեր մեքենան, դե երկրորդ ձեռ մեքենա է, այսինքն օգտագործած մեքենա է, նոր չի։ Մեր մեքենայի համար վարկ վերցրինք, տոկոսադրույքը 6% էր, ինչը որ շատ բարձր է, 6%-ը շատ բարձր է, էլի, տոկոսի համար, հատկապես եթե համեմատենք տների հիպոթեքի, ասենք, վարկի հետ, էլի, եթե օրինակ հիպոթեքինը 1.6% է, դե պատկերացրեք 6% ահագին բարձր է, էլի։
Ամեն դեպքում ուզում եմ ասեմ, այստեղ էլ են էլի մարդիկ շատ վարկ էր վերցնում, ուղղակի ձեռա տալիս, այստեղ կարողանում են, այսինքն փակ են, հեշտ է էլի, աշխատում են, փակում են։ Հայաստանում դժվար էր վարկ վերցնում ենք, չգիտենք ոնց փակենք, այնքան ցածր էին աշխատավարձերը, գիտեմ, որ վստահ եմ, որ հիմա էլ նույնը պետք է լինի։ Այնպես որ վարկը նորմալ է։ Դե բնական է, բանկերի շահույթն էլ որն է, պետք է տոկոսներով փող աշխատեն էլի։ Վերջերս ընկերուհիս պատմեց, ասում է, տեսնում եք ժողովուրդ ջան, արևային ակնոց չեմ դնում, որովհետև չեմ սիրում։ Մի քիչ գույնը որ մուք է լինում, արդեն ոնց որ նեղվեմ, տեսադաշտը սփակի, բայց կարելի էր վերցնել են բաց գույները, մոռացա։ Կարելի էր դրանք վերցնել սուտ նրա համար, որ այս աչքերը չկկոցեմ ու աչքերի շուրջ կնճիռները չշատացնեմ, թե չէ չեմ սիրում այդպես ակնոց դնել։ Վերջերս ընկերուհիս պատմում էր, որ հաշվին իրանց մեծ գումար էր նստել, կարծեմ ասեց 27,000 եվրո, ռեստորան ունեն, շահույթներ նստել, ասում է բանկից մի անգամից զանգեցին, այս ինչ գումար է եւ այլը, ասել էին ինչա, որովհետև բան են անում էլի, հսկում են էլի, գումարներն էլ են հսկում, կարող է սև գումարները, սև փողը էլի, կամ լվացնում են կամ մի բան, այնպես որ բանկերն էլ իրանց բաներն ունեն, ինչ իմանանք, ամեն դեպքում նեղ ժամանակ միշտ բանկերն ենք դիմում, ամառը արևի ժամանակ ցանկալի է միշտ արևային կրեմ օգտագործել, միշտ, ինչքան SPF-ը բարձր ենքան լավ, ավելորդ պիգմենտներից ու մաշկը չվնասելուց խուսափելու համար, ավելորդ կնճիռներ չառաջանալու համար, այնպես որ խորհուրդ կտամ շատ օգտագործեք կրեմներ արևից պաշտպանվելու, բայց արևի տակ էլ դուրս եկեք, որ վիտամին D արտադրեք, գոնե օրական 20-25 րոպե բաց մաշկով պետք է դուրս գալ արևի տակ։ Այնքան հետաքրքիր է, որ այստեղ արև շատ չի լինում, մի քանի տարի առաջ ավտոբուսով անցնում էի, բան էր, 50 արագությամբ փողոց էր, ու մի հոգի շենքերը բան են, չէ, իրար կպած շենքեր են, մի հատ կին իրա դուրը բացել է, դա անմիջապես փողոցն է, մեքենաներն են անցնում դառնում, իրա դուրը բացել է, ինքը լողազգեստով, նստել է դրան շեմին, ու ոտեր այսպես չռած, տարածած դստել է, որ մարմնի ամեն մի սանտիմետրը արև տեսնի, վիտամին D արտադրի։ Այ, ոչ ամոթում են, ոչ բան, ինչ ասենք, ասենք կարելի էր նստել, բայց ոտերը այդպես չտարածել էլի։ Պատկերացնում եք խանութը, բացառության կարգով, այսօր ժամը 4-ին փակել է դռները։ Մեր խանութների փողոցն է, նայեք ժողովուրդ ջան, ինչ մարդ է շատ է։ Արևա ինչքան մարդ են նստել ռեստորան սրճարանների դիմաց։ Բացառության կարգով խանութը փակ էր, այն քեզ բան, մինչև 4-ն էին աշխատել այսօր, այսպիսի բան չէի տեսել։ Հիմա փաստորեն ես չգիտեմ, կարամ տանեմ իհարկե փորձեմ վաղը գործի գնալուց առաջ մտնեմ Գենտում Հայնեմում հետ տամ, բայց դե այստեղ այդ շալվարներից կային կախած ուզում էի փոխի մեծ չափսը վերցնել, կարող է այնտեղ չլինի էլի, ասենք կարող է այս ֆիլիալում մնացել էր, այնտեղ վաճառված լինի։ Ինչ անեմ, կմնա երևի, չգիտեմ ոնց կանեմ, ուրբաթ օրը կարող է արդեն դե 3 օր հետո չլինի։ Լավ, նայ մարշրուտը վաղը չի համաձայնվի ինքը բերի, բայց խուսափում այդպիսի բաներից։ Ինչ արած, ինչ կարամ անեմ։ Հիմա ետ եմ դառնում միանգամից, ոչ մի ուրիշ խանութ չեմ ուզում մտնեմ, որովհետև գիտեք, խանութ մտնում ենք, անտեղի ծախսեր ենք անում, մի բան տեսնում ենք, այդպես էլ չեմ ուզում անեմ։ Այնքան բան ենք առնում, հետո ամեն իհարկե տեսեք, այս անգամ որ
ամառ ձմեռ հավաքածուն որ բան արեցի, վերադասավորեցի, այսինքն ձմեռայինը հավաքեցի, ամառայինը հանեցի, երկու այդ բանից պլաստիկի ստոպրակ, մեծ ստոպրակ 60 լիտրանոց ստոպրակները որ կա, դրանով հագուստներից մեր հանել եմ, տարել բանում ենք, գցել ենք այդ կոնտեյներների մեջ ենք տարել գցել, նայում էի ուշադիր, իսկ թվաց իմ գոլեգան դիմացից քայլում, որովհետև ինքն էլ այս քաղաքում ապրում, իր քայլվածքներ, բայց ինքը չի չէ։ Ուզում ասեմ, այնքան բան ենք առնում, հետո էլ բաներ կառնում ենք, կարող ուղղակի այդպես սխալ առևտուր լինի էլի, ընդհանրապես չհակնենք, հետո ձեռը կրակն ենք ընկնում, ավելի լավ է, ինչքան քիչ խանութ մտնենք, ավելի լավ է խանութ մտնել նպատակադրված, այսինքն եթե մի բան պետք է, եթե չէ, սուպերմարկետներն էլ պետք է մտնել, եթե մի բան պետք է, եթե հենց այնպես աչքաչափով մտնում ենք, ուրեմն ավելորդ ծախսեր ենք անում, ավելորդ առևտուր ենք անում։ Այնքան շատ դպրոցներ կան, այն մեկը առևտրի դպրոց էր, ամեն փողոցի վրա մի քանի հատ, տարբեր տեսակի, այս կենտրոններում հատկապես դպրոցներ կան, մաման էր իր աղջկա հետ, 5-6 տարեկան աղջիկ էր, խաղ էին խաղում, քայլում էին, մեկ էլ աղջիկը հաշվում էր, հենց հասնում էր 5-ին, պետքա մի ոտի վրա կանգնեին, անկախ նրանից, թե ուր էին հասել, խաղում էին էլ իրանց համար, հիմա արդեն հասնում եմ ակցիոնին, մտածում եմ, կարող է մի բանից պետք լինի, արդեն բանը դարել չէ մոտս, ակցիոնը համարվում է ինձ ֆավորիտ խանութ, ասում եմ, ես չէի ուզում, ինքը զորով ինձ կանչեց ներս, հիմա մտածում եմ, ինձ ինչ է պետք ակցիոնից, ժողովուրդ, կարող ասած լինեմ ձեզ, ինչ է ինձ պետք ակցիոնից, ինչ մտնեմ մի հատ, ինչ եք ասում, թե գնամ ուղիղ տուն, որ մտնեմ էլի պետք է աչքս մի բան տեսնի, այսպես էլ մանր առնում եմ, հետո այ տախտակ օրինակ նա կարելի էր առնել, բայց չէ, երևի տուն գնամ, որովհետև հոգնել եմ, դե մի քիչ զգում եք, որ հոգնել եմ, գնամ տուն, քանի որ էլի գործեր ունեմ, համ պետք է հասցնեմ, այսօրվա վլոգը խմբագրեմ տնեմ, համ էլ պետք է խոհարարական ալիքի համար ռուսերենի պետք է մի հատ ինչ-որ բան նկարեմ, տեսնեմ այնտեղ ինչ եմ նկարում, չմտա ժողովուրդ ջան, անձը ակցիոն չեմ մտել, ոչինչ, շաբաթը 2 անգամ մտնելը սխալ է, պետք է գոնե մի անգամ, շաբաթը մի անգամ մտնել, չէ, այդպիսի բան չի հիշում, որ պետք է առնեի դրա համար, բայց որ մտնեի, արդեն կարող է ինչ-որ բան առնեի, դրա համար պետք է զսպեմ ինձ, էլի, որ չմտնեմ այնտեղի, այստեղ մարդիկ սիրում են խնայել ու ճիշտ են անում, որովհետև այնքան անսպասելի ծախսեր են մեկ էլ առաջանում, որ խնայելը միշտ էլ ճիշտ է, մեր փողոցի վրա տուն են վաճառում, բայց չգիտեմ քանի սենյակաբան, 200,000 եվրո, գինը մի հատ սկզբում լավ բարձր դնում են, եթե լավ շահարկում ես, բառը ճիշտ եմ ասում հայերենով, բազար ես անում էլի, կարելի է ահագին իջացնել, ասենք այդ թողնում են էլի, ոնց որ զապասում թողնում են մի 40-50,000 եվրո, որ հետո իջնելու տեղ ունենան, դա միշտ բան է էլի, այդ սակարկել, ոչ թե շահարկել, այս սակարկել չէ բառը, հիշեցի, այդ սակարկելն էլ ամեն մարդ է չի կարողանում անի, ամեն դեպքում տուն գնելուց պարտադիր պետք է լավ սակարկել գինը, այսինքն կարելի է 200,000 են դրել մաքսիմումով, ասենք ենթադրենք 120,000-ով կգնեմ, եթե ճարահատված լինեն, կբարձրացնեն գինը, կարող մի 150-160,000-ով տամ, եթե չէ,
Ուրեմն այս ժամանակ արդեն պետքա ավելի ճիշտ, ավելի խելամիտ կին ասել, էլի։ Հասա տուն ժողովուրդ ջան, լավ հոգնեցի, լավ հոգնել եմ, բայց դեռ էլի շատ անելիքներ ունեմ։ Գնամ մի քիչ հանգստանամ, սուրճ խմեմ, ձեզ էստեղ հրաժեշտ տամ։ Սիրելիներս, լավ մնացեք, կհանդիպենք հաջորդ վլոգում, հաջողություն։